Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր փետրվարի 26 Ճշմարտախոս շրթունքը հավիտյան կմնա, բայց վայրկյանական է ստախոս շրթունքը Առակաց 12-րդ գլուխ 19-րդ խոսք Ճշմարտությունը երբեք չի կորցնում իր զորությունը, ժամանակը փորձարկում է այն, բայց այն դիմանում է փորձությանը Եթե ես ճշմարտությունն եմ ասել և այժմ դրա համար պետք է տառապեմ, ապա համբերատար պետք է սպասեմ, և եթե հավատում եմ Աստծո ճշմարտությանը ու փորձում եմ այն հայտնել, գուցե շատ ընդդիմությունների հանդիպեմ, բայց վախենալու կարիք չունեմ, որովհետև միևնույն է, ճշմարտությունն է հաղթելու։ Որքան խղճուկ բան է սուտի ժամանակավոր հաղթանակը, վայրկյանական է ստախոս շրթունքը։ Այն նման է դդմի, որ մեկ գիշերում բուսնում է և մեկ գիշերում էլ չորանում, որքան արագ է աճում, այնքան ակնհայտ է լինում նրա կործանումը։ Մյուս կողմից, որքան անգին է անմահ հոգու համար այն ճշմարտության ճանաչումն ու պաշտպանությունը, որը երբեք չի կարող փոխվել, հավիտենական ավետարանը, որ հաստատված է անփոփոխ Աստծո անսասան ճշմարտության վրա։ Հին առակն ասում է. ճշմարտություն խոսողը ամաչեցնում է սատանային։ Անշուշտ, ով Աստծո ճշմարտությունն է խոսում, ամոթի կմատնի դժոխքի բոլոր դևերին և կմոլորեցնի օձի բոլոր սերունդներին, որոնք այժմ սուլում են իրենց սուտ խոսքերը։ Ով սիրտ, զգույշ եղիր ամեն ինչում ճշմարտության կողմը լինել թե փոքր, թե մեծ բաներում, բայց հատկապես նրա կողմը, ում միջոցով շնորհն ու ճշմարտությունը եկան մարդկանց